Մոտակա տերմինալով այլևս չեք կարող լիցքավորել ձեր հեռախոսահամարը կամ վճարել ինտերնետի համար։ Փետրվարի 1-ից Հայաստանի բոլոր բջջային օպերատորները դադարեցրել են աշխատանքը EasyPay-ի, Telcel-ի և Idram-ի հետ։ Օպերատորները նշում են, որ Idram-ի, EasyPay-ի և Telcel-ի առաջարկած միջնորդավճարները էապես բարձր են եղել շուկայական սակագներից, մասնավորապես կոմունալ ծառայությունների համար գործող պայմանների համեմատ։ Հենց դա է եղել գործընկերների պայմանագրերի խզման պատճառը։ Գործող սակագները վերջի առնվազն մի քանի տարում այդ գործող սակագինն է եղել։ Մեր մոտ տարբեր իրավիճակներ են փոխվել, տարբեր ծախսային հոդվածներ են ավելացվել, տարբեր տնտեսական իրավիճակ է փոխվել, նույն կանխիկը գնալով որոշակի ծավալներով, ասենք, փոփոխվել է տեղաշարժերը եւ այլն։ Հիմա բայց մենք որևիցե դեպքում չենք դիմել օրինակ նույն օպերատորներին, ասել, գիտեք, եկեք մեր սակագինը մի քիչ բարձրացնենք, մեր ծախսերը շատացել է։ Փորձեցին կապվել բոլոր կողմերի հետ, բայց ընկերությունների ներկայացուցիչները նշեցին, այս հարցը այս պահին մեկնաբանել չեն ցանկանում։ Մանրամասն ու դրվագ առ դրվագ կծիկը բացեց Telcel-ի տնօրենը։ Եվ այսպես, 2025-ի նոյեմբերի 20-ին բջջային օպերատորներից մեկից ստացել են գրություն, ցանկանում են իրենց օգտին հավաքագրվող գումարների դիմաց գանձվող սակագինը նվազեցնել։ 5 օր անց երկրորդ բջջային օպերատորն է նույն պահանջը ներկայացրել։ Դեկտեմբերի 11-ին երրորդը։ Տնօրենը զարմանում է, սակագները յուրաքանչյուր օպերատորի համար տարբեր էին, բայց պահանջը նույնն էր։ Եթե մեզ ասում են օրինակ սակագինը նվազեցրեք այնտեղ մոտավորապես 50-ից 60%-ի չափով, բնականաբար իրանք իրենց ծախսերն են նվազեցնում։ Հիմա շատ լավ, իրենց ծախսերը նվազեցնում են, բայց ինչի մենակ մեր հաշվին, էլի։ Որ կոմունալ վճարները, որի չափով։ Իրանք այդպես են ցանկանում, ես հարց եմ ուղղում, որի։ Մեր մոտ բոլոր կոմունալ վճարումները տարբեր են։ Ջրի համար տարբեր է, գազի համար տարբեր է, հոսանքի համար տարբեր է, ու բոլորը ունեն իրենց հստակ հիմնավորումները։ Հիմա որի հետ։ Ասում եմ, դրանցից մեկի հետ չեմ ուզում մասնավորեցնել, որպեսզի կոմերցիոնի շուտ բաներ չբացեմ։ Բայց դրանցից մեկի հետ օպերատորներից մեկի համար գործող սակագինը գրեթե նույնն է։ Երկրորդ խնդիրը, ըստ պայմանագրի օպերատորները 30 օր առաջ պարտավոր են տեղեկացնել խզման մասին, բայց չեն պահպանել ժամկետը։ Telcel-ի տնօրենը նշում է, բջջային օպերատորների սակագները չեն կարող համեմատել կոմունալ ծառայությունների համար գանձվող սակագնի հետ, քանի որ վճարման պարբերականությունը տարբեր է։ Էլեկտրաէներգիայի համար կամ գազի համար դուք որպես սպառող, ես որպես սպառող, ամսվա կտրվածքով քանի անգամ ենք վճարում։ Մեկ անգամ։ Բայց երբ որ բջջային օպերատորի օգտին է վճարում մեր քաղաքացին, քաղաքացի կա 200 դրամ է վճարում մեկ լիցքավորումը, կա 500 դրամ է լիցքավորում, կամ որ վճարում է ամբողջ փաթեթի համար նորից 5000 դրամ, կամ որ վճարում է ինտերնետ ծառայության դիմաց կարող ավելի թանկ, հա? Այս բացվածությունը նաև ենթադրում է համապատասխան ծախսեր։ Բանակցություններին հաջողվել է հասնել օպերատորներից մեկի պահանջած թվին, բայց դրանք այլ վերջաբան են ունեցել։ Երբ արդեն դադարեցրել են համագործակցությունը, պաշտոնական հայտարարություն են տարածել։ Հետո պարզել են, իրենք մենակ չեն։ Նույն ժամանակահատվածում մրցակից ընկերություններն էլ նույն իրավիճակում են հայտնվել եւ մոռանալով մրցակցությունը զանգել են միմյանց խոսելու խնդրի մասին։ Երբ որ տեսանք, որ իրանց մոտ է նման բան, զանգեցինք իրենց, ասացինք, որ ձեզ հետ է նույն ձևի խնդիր, այսինքն նույն բանն է, ու հասկացանք, որ բոլոր այդ ընկերություններից նույն բանն է գնացել, նույն առաջարկն է գնացել։ Սա էլ է մի կողմից, ասենք, լավ, օրինակ մեր այդ վճարը հաշվարկայինների միջև է կարա լինի, չէ՞ տարբերություն, ասենք, մեր հետ փոխհարաբերությունները ուրիշ սակագնային տիրույթում լինի, այն մյուսի հետ ուրիշ սակագնային տիրույթում լինի։ Վճարահաշվարկային ընկերությունները դիմել են տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, փորձելու են լուծում գտնել եւ բաց են նորից բանակցելու, բայց նաեւ սպասում են մյուս կողմի քայլին։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։